Մեր հաղորդման գործընկերն է Sarlis Hop ընկերությունը։ Հաղորդման գործընկերն է Monsters Trading Academy-ն։ Ողջույն սիրելիներ, դուք դիտում եք խոհանոցումը, իսկ դա նշանակում է, որ մենք նորից ունենք նկարահանում, ասեմ ավելի մենք ունենք հյուր, բայց մինչև հյուրին ես ուզում եմ անպայման եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հետևորդներին իրենց ակտիվության համար, ձեր ֆինանսական աջակցության շնորհիվ է, որ մենք նորից ունենք նկարահանում։ Իդեպ ուզում եմ անպայմանորեն ասել, որ մենք ունենք տարբերակներ ձեր փոխանցումները կատարելու, իհարկե Patreon-ին եք բաժանորդագրվում, սիրելի հետևորդներ, նաև ունենք Իդրամ տարբերակը եւ ունենք բանկային հաշվի համարին փոխանցում կատարելու տարբերակը։ Ուզում եմ ասել, որ մեր YouTube-յան, այսպես ասենք, հետևորդները շատ լավն են, շատ ակտիվ են եւ ուզում եմ եւս մեկ անգամ խնդրել, որովհետեւ դիտումները բավականին շատ են, բայց բաժանորդագրումները ավելի քիչ Պիտի խնդրեմ, որ բաժանորդագրվեք անպայման, լայքեր դնեք եւ կոմենտներ գրեք, այս 3 տարբերակները, որ անում ենք, շատ տարածվում է հաղորդումը, որի համար նախապես շնորհակալ եմ։ Եվ այդ ակտիվությունից ես հեսա մի հատ փաստ կասեմ, մեր հաղորդումների այս մեկնաբանություններում գտանք մի մարդ, այսինքն այդ մարդը մեզ գտավ, անձամբ ինձ գրեց Սիփանը, ողջույն Սիփանին, ինքը ապրում է Չինաստանում, շատ հետաքրքիր գործունեություն է ծավալ այնտեղ, ֆուտբոլային ակումբ ունի, ու ինքը առաջարկեց ինչ-որ մի բանով մեզ օգնել։ Այդ ժամանակ, եթե հիշում եք, մեր կոմենտներում էլ կար այդ խնդիրը, գրում էին, որ ինչ-որ զվուկի այդ խնդիրներ կար։ Ես խնդրեցի Սիփանին, եթե կարող ես մեզ բարձրախոսներով օգնել, ուղարկել է։ Շատ շնորհակալ եք Սիփան ջան։ Խնդրեմ։ Ձեր աջակցությունը իսկական շատ անկեղծ էր ու շատ դուրեկան էր։ Ես հուսով եմ, որ այս ամեն ինչը դեռ կշարունակվի ոչ միայն ձեր հետ, մեր մյուս հետևորդներն էլ կշահագրգռվեն ու կշարունակեն մեզ աջակցելը, որպեսզի մենք նորից ունենանք հաղորդումներ։ Սիփան ջան, շատ մերսիներ ու լիքը լայքեր։ Շնորհակալություն, thank you։ Իսկ հիմա եկեք կանչենք մեր ամենա ուժեղ տղուն։ Կոմենտներում ինչքան են գրել։ Սակո, Սարգիս Վարդանյան։ Սակունին վտանգավոր է բարևելը, ձերը ծխոր սխմում է, չէ։ Մշրում է։ Կերտվել ես, բայց շատ ուժեղ է։ Գիտեմ, որ նվերն է, ուզում եմ այդ բան։ Չեմ բացի, սա ուրիշ բան եմ ստալ։ Արջուկներ է, էլի, բարի արջուկը, բարի արջուկը։ Սակ ջան, ո՞նց ես։ Լավ, դուք ոնց եք։ Հա, ձենդ փոխվել է, Սակ։ Ճիշտ ասած 3 մրցումների եմ եղել։ Ես շատ եմ գոհացել։ Լավ է անց է։ Հա, աշակերտներս հաղթել են։ Շնորհավոր եմ։ Այմիջալոց Սարգիս ունի դպրոց, որտեղ չէ, դասավանդում ես մարտարվեստ։ Խառը մենամարտ էր։ Էլի վախենալու բան մենամարտ էր, խորհուրդ կտամ այն մեր նոր սերնդին զբաղվել այդ սպորտաձևով, չէ, որտեղ ինքը դարի սպորտաձևն է արդեն դարել։ Այո, MMA-ը, չէ, շատ են սկսել մարդիկ Մեր հայերեն լեզվով ասած, հայերեն լեզվով ասած բոյբես պրավիլ։ Բոյբես պրավիլ։ Այդ դիտես մնաց, չէ, այդ բանը։ Դե ասում ես խառը մենամարտ էր, հայերեն ես ասում, չի ասում, ասում ես բոյբես պրավիլ հասկանում եմ։ Այդ բաքսի նման բան դարավ է։ Բայց որ Սակոն ասեց, որ ասեց ձենս կտրվել է բան, 3 մրցումներ ենք ունեցել, բան, ես մտածում եմ, ասենք Եթե ինքն է, էլի, ես պատկերացնում եմ, թե դու ես եղել բանը։ Չէ, որպես մարզիչ ոչ։ Հետո նոր հասկացա, որ ասես երեխեք են բանը։ Մարզիչ լինում եմ իմ աշակերտներս, որ մենամարտում են, ես ավելի եմ լարվում, ավելի եմ։ Քան որ դու ես։ Քան որ ես այդքան իմ մենամարտերի ժամանակ ընդհանրապես ոչ մի բան։
Ես իմիջած այդ քո բոյերից ես է հայերեն ասեմ, էլի։ Մի բան սովորեցի այդ սպորտաձևով, որ հաստատ չեմ սխալվում, քեզ եմ նայել, որովհետև ես այդ ուժային սպորտաձևերի այդքան շատ չեմ նայում, բայց որ քոներ հատուկ նայել եմ, ու ես լսում էի քո մարզիչի այդ գոռալը, ու ես միշտ իմ համար բան ա եղել, որ անիմաստ տենց կամ ոգևորող ինչ-որ տեքստ ա, բայց չէ կոնկրետ բան ա ասում ու կոնկրետ անում ա ու ստացվում ա։ Ուղղություն հավասար, գրած սցենարով գնում ա, էլի։ Բայց բացի դրանից էլ ինձ թվում է մարզիչի այդ գոռալը բանը ոգևորում էլ է, չէ՞։ Աչը պայի, ծախել, մտի հանի վերև, այ չթողես։ Կարելի է բանը, այդտեղ տերյուկի անունն էլ ուներ, Կվալդի։ Գորած կվալդի նայում եմ ու սենսան։ Էդի փիրումներ մի կվալդում։ Փիրումը։ Մի զարգացել է խանտեր փանչ են ասում։ Սակ հիմա կպնում ես դու։ Այդ ո՞րն է սա, բայց այդ կվալդին իսկականից է տենց արկածը, որ վերևից կվալդի նման տալիս ես, հա տենց բան, հա։ Կվալդում Զայնում ես էլի Կվալդում ես, էլի։ Սակ հիմա կպնում ես բոյերին։ Հա։ Մոտ ապագայում ինչ կա, որտեղ կա։ Մոտ ապագայում Ամերիկայում բոյ ունեմ։ Ամառը, հա։ Արդեն գիտես ում հետ ես կպնել։ Հիմա չգիտեմ, բայց ես մոտակայորս արդեն կիմանամ։ Էդի կարելի է գնալ նայել անպայման։ Ես Կարող եմ մեզ այսօր տոմսներ 16։ Հա, բայց ես եղել եմ այնտեղ ինձ հրավիրել էին, իմիջիայլ Նարեկի բոյն է եղել այնտեղ ու շատ եմ որ իմիջիայլ այն սուդիային տեսան այնտեղ եմ որ sense երկու հատ sense հայտնի չէ ինքը շատ հայտնի սուդիա որ միշտ իրան այնտեղ հանդիպեց իր այդ նկարվեցի բան ասես հուսեր ունի sense երկու հատ մորուկներով միշտ բան այնտեղ չգիտեմ վազում այս կոմենկում այդում գալիս է այս բաները հուսեր Սակ հիմա ակտիվ սպորտի մեջ ես ինձ թվում է քո ամենապասիվ ժամանակահատվածը որ դու սպորտի մեջ չես եղել այն ժամանակը որ դու բանակում նկարվել Չէ, այն ժամանակ ավելի լիգներ, չէ, տենց ավել քաշ չկար։ Այն ժամանակ լավ։ Հա, այն ժամանակ դե քաշս ավելի շատ էր, չէի պարապում, զբաղվում ես նկարով, ոչ կա, ոչ պակաս կարևոր էլի։ Եկեք սկսենք նկարներից, հիշենք ընդհանրապես ոնց է եկե ու փորձենք հիշենք պատմություններ, ոնց է նկարվել այդ ամեն ինչը։ Ոնց է մեկը։ Ուրեմն երրորդ եթերաշրջանն էր, անոնս էր գնում հեռուստացույցով, որ քաստինգ է հայտարարված ես էլ դե բանակում միշտ նայել եմ էլի ասենք շատ եմ սիրել որովհետև միակ սերիալն է որ մեկը մեկի քուրը չէր հետո ամուսնացավ մեկը մեկից Սաղ տղեկեն ասա ասած հնդկական չէր էլի կոպիտ ասած ամենահարմար ամենադիտարժան ամենալավ բանն էր դա սաղ կասեմ էլի մենակ իմ ասելով չի տենց դուրս գալիս էր ու Տենց մի հատ աղջիկ կար, ինքը տենց ռեժիսոր էր, հրավիրեց, ասես քաստինգ կա, էլի կգաս։ Գնացի այդ օրը ամենամեծ օրն էր երևի քաստինգի, մի 7000 հոգի մարդ կար։ Ինչա։ Հա, իմանա։ Ինչ թիվ ես ասում։ 7000։ Լուրջ բան եմ ասում։ Բայց այդքան մարդու հիմա որ նկարեինք, մեր այս հաղորդումը մի երկու տարի։ Հիմա ես որ ցանկացել եմ մի նման ինչքան ցանկացողներ կլինեն։ 7000 տղեկ բաց։ Ես իմ համար օրինակ բան է, էլի նոր բացահայտումներ են, լուրջ տղերք, ես չեմ իմացել։ Հայ սուպերստարին հետքան ռայոններից, մարզերից, սաղ տեղերից եկել էին։ Դե ինչքան օրինակ ուսանողներ կան, առաջի կուրսից մինչև 4-րդ կուրս, դա մենակ մասնագետներն եմ ասում։ Ես ուզում եմ պատկերացնեմ դու այդ 7000-ի մեջից ոնց ես անցես։ Լես։ Կվալդի արի։ Ու տես մտել ես։ Ոնց եմ անցել, դա պատմեմ ոնց եմ անցել, ես էլ չէի իմանում սկզբից։ Տենց գնացի, մեր սցենարիստ Անդոն էր, ինձ մի հատ կերպար տվեցին, կակրս քո կերպարն էր ոնց, Բինասի դերներ։ Տվել էին որ սովորեինք ու մտնեինք այդ դերը բանում ենք էլի։ Բայց ես էլ դերասանական կրթություն չունեմ էլի, ասեմ, չեմ ունեցել։ Ես չսովորեցի, եկա իմաստ չկար էլի։ Ամեն չէի իմանում հələ ուր եմ եկել, այտենց լավ պատկերացումներ չունեի էլի։ Ոնց կա այտենց ասում։ Հա, մտա իմ հերթ եկավ արդեն, ասենք առավոտվանից գնացել եմ, արդեն 6-ի 7-ի կողմեր նոր մտնել իմ հերթն եկել, այնքան շատ էին, որ ասում 7000 հոգի այտենց հերթ էր։ Անդադ մտնում դուրս էին գալի, մտնում դուրս էին գալի, իմ հերթը հասավ, գնացի Տենց ես տեքստը կարդում եի։ Ոչ խաղալ, ոչ դերասանական, ոչ մի բան, պրոստը որ
Կարդում ես, սենց Կարդալու կաստինգը։ կարդում էի, բայց անկեղծ էի կարդում, էլի։ Դրա համար մեր սցենարիստ Անդոն նկատել էր այդ անկեղծությունը։ Անդոն ասեց. Ինքը շատ էր ուզում, որ ոնց ասած, ոնց որ մաքուրն է, էլի, ու կեղծ չի, կեղծ բան չկա։ Այդ շատ էր հավանել այդ պահը, այդ անկեղծությունը։ Բայց այդ անկեղծությունը շատ է օգնել քեզ, որովհետև քո կերպարն էլ հենց Հիմա մի հատ բան ասեմ, կներես, հիմա ես ոնց որ դառել եմ ավելի պրոֆեսիոնալ, այն ժամանակ մի քիչ ուրիշ ձև էի մտածում, հիմա դե փորձ դե քոյտել դե կարվել, սաղի հետ դե կարվել եմ, ասենք սաղ փորձառու են եղել այն ժամանակ, ես դե հավաքել եմ, էլի։ Հիմա լրիվ այլ կերպ եմ նայում, ասենք հիմա տենում եմ դերասաններ կան, ճիշտ է, իրանք սովորած են թեկուզ եւ երկար տարիների փորձել ունեն, բայց չեն կարող նկարանալ, որ ես նայում եմ դնում կեղծ է։ Դու Թեկուզ տեքստը ասում է, բայց շատ սխալ ձև է ասում, կեղծ ձև է ասում, էդի կողքի։ Նրանց որտեղ կրթություն չունեն, էլի մեծամասնություն։ Թեկուզ եւ կրթություններ ունեն, բայց կեղծ են խաղում։ Անկեղծությունն է կարող։ Ասենք մի հատ բար պետք է Սակոյ ասած է, որ ինքը լավ դպրոց է գնացել բանակույի մեջ, ինքը լավ սովորել։ Հետո այդ տեմպը, այդ դինամիկայի մեջ սովորել։ Ես ոնց որ ասած, ոնց որ ես սիրողական էի, ես միանգամից մտա պրոֆի մեջ, ոնց որ իմ MMA-ի մեջ ա եղել։ Ես էլ լուբիզել չեմ կպել, միանգամից մտել եմ պրոֆ եմ կպել, ես էլ իմ որ ոնց որ մտա միանգամից պրոֆների հետ, ասենք իմ տեսարաններն է հիմնականում իրար հետ։ Իսկ առաջի տեսարանը հիշում ես, ինչ էր որ նկարում։ Առաջի տեսարանը ոնց որ վաշտը հավաքված էր, պետքա գար Ոչ շարված, իմ ու քո առաջի տեսարանն եմ հիշում ու Անդոն էլի սցենարի մեջ շուտ կեկնարել էր, որ բան կապցորկում էինք ոնց որ նստած ենք, դες ծանոթանում ենք, ասում եմ, ես ասում եմ, «Տյոմ, դա ի՞նչ ծանոթանում էր»։ Ամեն դրսով հետո մեկ ասեց Արտյոմ, դարավ Արտյոմ։ Ուզում սա ասեի, որ Ճիշտ է, Տյոմ։ դե քո հաջողություններով իրականում հպարտանում ուրախանում ենք, հետևում ենք այս քո մարզական կարիերայով, հպարտ ենք, որ քո նման ընկեր ունենք մեր կողքը, որ գնում է աշխարհում տարբեր տեղեր ու հաղթանակներ ա բերում։ Ես ուզում եմ հասկանամ, էլի քեզ ավելի շատ որպես մարզիկ են ճանաչում, թե ավելի շատ որպես արտիստ են ճանաչում, ասենք բանակումի կերպարից քեզ հիշում են օրինակ այս մարզական կարիերայում, ոնց է էլի որպես մարզիչ։ Դե հիմա նայ, այն մարդիկ, որ հիմա դուրսը գնում է երեխեքը, չէ, դա քիրավորց են։ Ասենք կամ դուրսը գնում է հիմա բոյերի, շատեր կան, որ հայեր չէ, կգան հաստատ բան, բալետ անելու, չգիտեմ ոգևորելու, այդ մարդկանց օրինակ այդ աուդիտորիան ոնց են քեզ որպես մարզիկ գիտեն, որպես Սարգիս Վարդանյան, թե այն որ Տյոմ ջան շատ ժամանակն ես չէ դրսում ասում եմ, որն է ավելի շատ կրում է, էլի սենց ասեմ։ Ասեմ, դե բանակումը իր դերը ունեցել է, այդ դրա մասին խոսքը մեծ դեր է ունեցել ճանաչման հարցում։ Դե ի սկզբանե հենց բանակումից է եղել, էլի այդ ճանաչելու այդ որպես որ մարդիկ ճանաչել են, մոտիկացել են, ընդունել են, որպես բանակումից է եղել։ Բանակումը իր դերը միշտ ունեցել է։ Հետո, որ ես նկարներից բացի նաև ոնց որ ասեցի մասնակցում եմ մրցաշարերի, ու նաև առաջի մրցաշարս, առաջի մենամարտս եղել է շատ կարևոր Թուրքիայում ա եղել, թուրք մարզիկի։ Ես էլ տեսել եմ այդ։ Խեմ ասում, որովհետև ոնց որ բանակումը արդեն կար, էս էլ եղավ, ոնց որ դուբլվավ, էլի արդեն, ոնց որ սենց ավելի սիրեցին, որտեվ այս մարդը լավ գործերով է զբաղված, էլի։ When you're in the guard or trying to work MMA jiu-jitsu. 10 seconds left here in our first bout of the evening. Oh, big shots coming down. Hergdy's standing over, asking him to fight back. Oh! That was seconds away from being stopped there. A back and forth battle between these two. Judges are I think that was an easy fight to score. Ես այնքան եմ ուրախացել, որ տեսա մենք այդ ժամանակ կապ չունենք, ես էլ Հայաստանում չէի ապրում։ Այդ ժամանակ ես որ տենց գրելուց շատ հեռու մարդ եմ, ես նույնիսկ Facebook-ում ոնց որ գրել էի Սակոին շնորհավորել էի, այդ հաղթանակից շատ էի ողջորված ու կարոտել էի ու համել իրան որ տեսա այդքան փոխված, ես հասկացա այստեղ են իրան ինչքան է մաշե բանակումից հետո, որ մտել է սպորտ։ Չաղո էր։ Կեսը չկար։ Բանակումի ժամանակից մինչև հիմա մի 26-27 կիլո քաշ եմ գցում։ Մի հատ Էմիլի քաշ ես գցել, Մի էմոյի չափ քաշ ես գցել։ Ես հիշում եմ ինքը էմո ես գցել։ Սակոն այնքան ծանր է, որ ասենք ես բանն եմ հիշում, վազելով գալիս եք, պետք է կանգնեմ
ենք, ասենց սա կանգնում էր, ասենց վերջում 3 քայլ Հələ ծանր է, էլի հետում է։ Բայց Փիրումի ծրած բաներ ինքն էր դզում էլի։ Պատմել ենք այդ պատմությունը։ Կարացել է դզես, այդքան խոսացինք, Զակոն ասել է, դա զավացքո է, չի դզվում այդ։ Ո՞րս հիշու։ Իմիջիալոց էս վերջես, չգիտեմ, ձեզ այդ խաբարը եղավ, այն հիմար խաբարներից է, էլի, որ ինչ-որ մեկը մեզնից մեռել է ու Վերջինը վաղոյ համար էին, վերջինն էլ ես էի։ Տուֆ խաբարը էլի։ Այդ ժամանակ կապնվեցինք, գրել էր ինձ վաղոն, Փիրումը։ Այդ տղու հետ ամեն ինչ նորմալ է, իմ հետ էլ ամեն ինչ նորմալ է։ Բոլորիս հետ էլ ամեն ինչ նորմալ է։ Եվրոպայից իմ ընկերները գրել էին, որ բանը ինչ է եղել Արտյոմի, ասիկ 20 րոպե առաջ հետո խոսում էի սաղեր։ Հիմա չգիտեմ, էլի ամիսը մեկ ինչ որ մեկս մանում է։ Ես պատերազմի ժամանակ տենց մոտավոր դες նման ու տղա էր էլի։ Որ ասեմ նման չէր, նման էր, բայց շատ էլ դες նման չէր, որ վիրավորում է ստացել հերոսա ինքը ու հիվանդանոցում բուժում է ստանում։ Տենց խառնել ենք ու հետ։ Խառնել ենք ու հետ, հա։ Հա, շատ էին տենց գրում, ինչ վիրավորում է, լավ ես հիմա, ոնց ուզում է, լավ եմ, ինչ է եղել։ Բա հիվանդանոցում չսու չէ, ինչ հիվանդանոց։ Այդ նույնը ոնց որ ես ուղարկեցին մտա տեսա դուքից նման է։ Կար նմանություն։ Ես մեկը հիշում եմ կներես Սակոյի հետի տեսանային, դե օգտագործում էր իր սպորտսմեն ելնելու փաստը, չէ, ասենք բանում մարզասրակար կամ ինչ որ բոյեր կար, էսի ինչեր կար, իր ոգևորությունը հիշում եք, որ համենիկա, դե եկեք ասենք։ Բան գնում է իր ցիկայի մեջ մատը բան, դրած է արդեն իմ արդեն իր ոլորտն է, էլի, հասկանում ես, ասես դե արեք ասեմ, որ դերասաններ եք, դե արեք ասեմ։ Բայց ասեմ, որ սկզբից որ հենց առաջին նկարումները սկսավ, ես տենց չէի հասկանում, էլի։ Вообще չէի եղել այս բանը։ Դրա համար ասի, մի անգամից մտա պրոֆեսիոնալի մեջ էլի։ Տենց որ բանը ռեժիսորը ասում էր ռեքեմ, ասում ռեքեմ բան։ Բեքեմի նման բան է։ Հետո որ ասեց տեքստերը հերթականությունը չէ, պետք է խոսքը ավարտի հետո դու ասես կամ այդ էլ չէի հասկանում էլի։ Ռեմարկը կար դա, այդ ինչը։ Մինասի հետ այնքան նկարվա, մեր տեսանները հիմնականում իրար հետ էր էլի, դե գիտենք։ Իսկ հիմա որ առաջարկ կլինի ծոմ կնկարվես, ինչ որ էլի լուրջ, արդեն ունես էլի այդ փորձը նկարը անվել։ Ճիշտ ասած, թող գլուխ գովալ չլինի, բան չլինի, շատ առաջարկներ ա եղել, ես հա։ Այսինքն չէ ուզում դրանով զբաղվես, կոնկրետ սպորտով, հա։ Սկզբից միակն ա եղել, որ իմ դուրը շատ ա եկել, որ մեկը մեկից կգնի քղի չի եղել, հետո յա մերն էր, հետո յա տղեն էր, տենց հիմիկվա սերիալները ճիշտ է, թող նկարվեն առաջ գնան, բայց չեմ նայում։ Դա ընդունենք մենք ենք մի բան մտածում, մոգոնում, էլի սա մերոնցով ենք, տղեկով ենք, չես գա։ Դե տենց մի թանգիցրա։ որտեղ տենց կա չեմ ուզում հակագծերը բացեմ։ Միակ դեպքում մենակ բանակումի դեպքում բանակումի սաստավով թեկուզ, բայց բանակումի հետ կապված տեսեք ասել է։ Ֆիքսեցինք։ Մեր հետ։ Ես չի որ ես Ռեմբոն եմ, բայց Ռեմբոն է, մեր Ռեմբոն է սա ախպեր, դու էլ մեր։ Տո Ռեմբոնով այդ Ռեմբոն։ Չէ, միչե Վիլյամ Վոլես։ Ինչ տպավորվող բան կա, որ կհիշես, չգիտեմ, որ կոնկրետ այդ նկարահանումներից տպավորվել է։ Ես մի հատ պատմեմ։ Նայեցի իրար ու մի բան հիշել։ Լավ, դա պատմեք հետո։ Ինչ տպավորող բան կա դա։ Նայեց իմ ճիշտ ասած ամեն օրն էլ է տպավորիչ էր, տենց օր չկար, որ տենց ոնց որ մեր օրվա կեսը, ինչ օրվա մեծ մասը մենք ընդեղ էինք անցկացնում, չէինք ասես գնայինք նստեինք, սենց պետքա մի բան անեինք, որ զբաղվեինք, հետո իա հերթներ, հետո իանք էին նկարվում 4 վաշտը պետք է հանգստանալ, հետո մենք դից երկար ժամանակ կար էլի, ոնց էս պատկերացնում, սա գնայինք, սենց նստեինք։ Հա, չէր լինի։ Դեպքեր շատ կա, հիմա որ կհիշեմ Դու պատմի այդ աղջիկի հետ ինչ էր բերել։ Դա հիշել բան հիշել է, պատմեք։ Դեպք հիշեմ, դե նկարումների ժամանակ միշտ լինում էր, որ երկրպագուներն էին գալի, տենց թույլ էին տալի, որ գային դերասաններին տեսնեին, նկարվեին։ Քիչ, բայց եղել է։ Ոսս մտ 2 լիտրանոցով։ Իա աղջիկ կար, Ալավերդուց էր եկել, դե Ալավերդուց եկել հասել էր բան։ Ճիշտ ասած, իմ կերպարը շատ էր հավանեսիել էր բան,
եկել էր, ասես ձեզի բանն էլի, ալավերտուց գինի են բերել։ Հա, 2 լիտրանոց կոլայի շշով, անգիր հիշում։ Սպորտսմեն մարդ տենց խմող էր։ Ինքն է չէր խմող։ Երկար ժամանակ կար բանն էլ ավարտել էինք արդեն, նկարումները ավարտել էինք, Էմիլի հետ էինք։ Ասիկ իջանենք, ասիկ լավ, գնանք մի հատ փոխվենք հանդերձանում էինք։ Ինչ գինի, ինչա բան քաշեցիք հոտորում տիժ մի հատ լավ հոտ։ Հա, դες լավ հոտ էր գալի։ Մի քիչ որ ասել տնական, ասենք դա լավը կլինի, աղջիկը գոված ասեց որ ըստ էգինին հաստատ ու չեք խմի, որ հաստատ չենք խմել ձեր համար։ Մի քիչ սկսանք մեկը այդպես հասկացանք որ այդպես լավ է էլի այդպես արդեն խոսակցությունն ակտիվ Ուրեմն այդ գինին նախ գինի չէր, մաճառ էր, вообще, ասենք, էդի քասրել է խմած գլուխը ծնծեց շատ բան խմվեց, էլի ինձ սոկ 2 լիտր չի ջոգինգ ոնց 200 խմեց։ Հացած 200-ից գնաց։ Գնաց, էսս գնաց, մեկ էլ նկարման ժամանակ ոչ էլ սկի տենց հետը բան ենք ուտում են, լավ էր որ բարձել էր էլի։ Մենակ գինի ենք խմում։ Հենց էլ չէր որ բան կար ուտելու, հենց էլ չէր որ մենյուն մեծ է։ Հիմա ասենք ինչ որ կա։ հոտդոգներ էլի։ Հա, էլի ասենք էտա։ Ես ու Էմիլը բանդերսանը դրինք հետի խմակ երկուսը։ Ու չկարծանք էլ էլի։ Երեք ծարավ էինք խմակ չջոկի խմակ էլի։ Հետո որ արդեն փոխվեցինք որ պետքա գնանք տղեկին հաջողանենք որ գնում ենք գնացինք մեր պլանիրովչիկ Նելին էր, չէ՞։ Պլանիրովչիկ։ Բանը Նևրիկ է, հիշում եմ։ Յուրատու բանն է, հիշում Նևրիկ էր։ Անունը բան Մուտիլովչիկի նման բան։ Բանը լավ ուշ։ Նևրիկը ասեց բանը, դուք տեսարան ունեք, չեք նկարվեք, հա։ Նորից էլ գնացեք ինչ տես արդեն Էլիշ տեսարան, ծավալտան։ Գինիլը դա շարա, չէ, ասենք, ով լի Խոմե խմի բույնյակեր, ով տեսարան ունի։ Տեսարաններ բոլորի հետ ընդհանուրը չես կարա չնկարվես էլի, այդքան մարդ եկել են։ Փոխենք չենք կարող փոխել։ Հիմա նորից պետք է իշտենք ռազի վարկա փոխվելու։ Չփոխենք, Էմիլը вообще չկա։ Կարմիրը, բորդոյ։ Կարմերել։ Ինձ էլ որ դες շատ խմող չեմ, ինձ էլ ճնշումը ստվես սպաներ աշկերս կարմիրն է։ Մյուս օրը հələ այդ վաղ կարմերավ աշկերը, բայց այտենց չէր մյուս օրը, այն որ սենց մեջը որ բան է, արունա լցվում, չեն կարող վիզին են կաթացրել որ կանան Այդ տեսարանները կային կոնկրետ այն որ թունավորվել էր ոնց որ բանից էլի, դե ինքը որ խմող չի ասում, օրգանիզմը սովոր չի։ Աչետակիա գտնենք այդ տեսարանները։ Այդ տեսարանները կա կարմիր աշկերով։ Այդ որ խմածն է կարմիր։ Այդ տեսարանները կարմիր աշկերով կա, པարզ էր որ կարմիր աշկեր։ Բայց Ժորժ ջան, այդ գինուց է, այդ աչքերի մոմենտը։ Ալավերդից մեսի։ Բայց ես միևնույնն է ուզում եմ այդ աղջկան շնորհակալություն հայտնել Մաճարի համար։ Ոչինչ որ տեսանը տենց ա եղել Սակոյի աչքերը մի քիչ արունալցվել, բայց Էմոն զատո գոհ է։ Հա, ես գոհ եմ։ Էմոին ինչ կա, Էմոն անջատվե գնացեք քրել։ Ասում են հեր նկարվում ես, հիմա եկել այդ նկարամա փոխվել ենք, մի ձև եկել Ոսը գինի չարժի խմել երկու ու այդքան։ Ախր դե չեմ ով էր իմանում։ Ասեք ռեքեմը տվել են, արդեն գիտեմ ռեքեմը ինչա։ Ռեքեմը կա, բեկեմը կա։ Բեկեմը կա։ Խմել փողվել։ Էմոն ու Սակոն չկան։ Կանա մի հատ սերիալ անել, ռեքեմն ու բեկեմը, բայց հիմա համեր ծիծանա գալի։ Ամեն տղեկը որպեսզի տես տենում են, ոչ մեկ չի կարող նկարվի ասենք։ Դե հələ Էմոին պատկերացնում են ինչ որտեղ որ մանա։ Մեռնում քեզ այդ վիճակն է, բայց Սակոնը ասենք դե Սակոն միշտ ռեզվի է, մի սպորտմեն է, միշտ բան ասենք հիմա էլ ինչ որ խնջույքների բանի որ հավաքվում ենք, դե մենք այդ բանը չէ, խմիչներով Սակոն տենց։ Չէ, հիմա այդ գինուց հետո իրոքից լուրջ եմ, այդ գինուց հետո դեպք չկա, որ ես գինի։ Հենց այդ գինուց հետո ինքը որոշեց որ ախպեր նկարանումը իմը չի, այդ համ մի Էմիլի չափ քաշ գցեմ, ելը նորմալ։ Գնամ Թուրքիա, ծեծեմ գամ։ Վայ։ Այ միջանից տես դեպք չեմ հիշում, որ ասենք տես լիք եղել է, չէ՞ որ տես կռիվներ ա եղել կամ ինչ որ բան։ Արա միշտ Սակոնը դե չի եղել, Թարսի պես։ Հա, բայց մի հատ շատ որ պտիկը վալտեր այդ վաղ Բայց թվում է լավ է եղել որ չի եղել։ Բայց փրկվել են էլի որ չի։ չես հիշում, որ հետևանքներ կլներ։ շատ տարածված արդեն տեսանյութ կա, այդ բան կար, որ KPP-ի դեմը գալիս են կարպի սենց տենալու գիշերով։ Դու ես էլ նայրը դե չես թողում,
Հա, ճիշտ է։ Ես նույնպես երթապայում եմ, քեզի բրբրթում են դոշտդ քաշում են, գալիս եմ արդեն բան ես անում, ասում ես արիստել է։ Հետո գլխակը դառնում ես կպալնում։ Հա, ես միշտ տենց եմ եղել։ Այն որ բան եմ քաշում եմ, հենց գալիս են արիստել, հա։ Տեսանը հիշում եմ, որ գլխակը դառնում ես խանդեր եկա։ Տենց է, էլի Դու խաղակում էլ եկա։ Տես իմ եմ որ ասեցի դերասաններ կան բանանելուց դերը խաղալուց լավ չեն անում կեղծը, ուրեմն էլի կերպարի մեջ է սցենարով գնացել ենք հրամանատարի մոտ, ասելա դե եկեք տենամ էլ դեպքը ոնց է եղել։ Էլի ես ու Էմիլը, որ ես որպես երթապա ինքը որպես նայրատ մեր հետ եղել։ Գնացել ենք, այդտե ասենք իրական եմ էլի պատմում, որ Էմիլը պատմում էր, ես գնացի խփեցի, ասենց հոնեցի ծեփեցի գետին, բայց բան չի արել այտենց ոչ մի բան, կերպարով, բանով, ոչ մի բան տես բաներ չի արել։ Դե տեսարան կա, այդպես այնքան իրական էր, ես ու հրամանատարը մեր։ Իրականում մենք խնդում ենք, որտեվ ինքը նենց էր պատմում, անես բոյը արել։ Բայց բանը ոչ թե խոսքով էր, այլ իրանք բան են։ Երկու բան ասում այ հետո երաժշտություն են ոնց ու ես պատմում եմ որ ճշտավի սենց հարի բան էնի քաշեցի բան սենց արեցի այ մենք է դվոյկա էինք ու չէ խացի ծաղում էր ու բաներ են ստոպեր են նորից էդի ցույց էի տալի վերջի ասին ու սպասի կտրեք ոչ ես էի կարող դիմանայի ոչ է հրամանատարը իրական դեպք էր Էմոն որտեվ շատ անկեղծ է ու ես ասել եմ էլի ամենադժվար մեր պարտներներից է եղել այն մասով որ այդ իր անկեղծությունը քեզ միշտ ծիծաղ էր էլի ասենք անտա ծիծաղում էր ու դուբլները կրկնակի շատանում էր նորից խնդում ես մի խնդա հիմա պլյուս արա մի հատ Էմիլ հա մի հատ է պլյուս արա Բուշլատ Էպիկիրովկա կասկա օրը շատ մեծ մարդ էր էլի ասում գալիս վախում էր էլի նայում էր մեկ-մեկ ես էլ որ նայում եմ աչքի սնգնում ասենք իրար հետ քայլում ենք ու մեջքից է կադրը շատ խնդալու ենք ուղիղ Սակոյի կեսն եմ ես ուսերս դրա համար էլ մեր սցենարիստ Անդոն դες բարի արջ վիճակ էր լրի Զակ ջան քիչ ես կոմ կայնի հովին նստենք էլի օրը փակում է արջ վիճակի ես կոմ եկել Երևան կես սերիալը այդ արջ վիճակի տեսաններ կար որ տանջում էր Էմիլն էր մեզի տանջում գրազ էին եկել տեսանները իրոքից չեք տենց վիճակով ինքն էլ մեսամ տանջում էր բաներ է ինչ որ տես մի հատ օր էր որ ինչ ուզեիր կարայր ինչ ուզես կարայր այ որ բանը անտեսանելի է մի օր որ ինչ ուզես կարա սերժանտների չէ անտեսանելի ինչ էր մի օր կարայր ինչ ուզեիր անել սերժանտների հետ կապված էր ու անում էր Վարուժին ու իրան բան վազացնում էր չգիտեմ ինչը ժիվանել էլի գրազ էին եկե կրվել էին ու բանը ու կարծեմ մենակ իմ հետ չէ ելնում այդ շուտկեն մնացածին սաղին պախատարել տվեցի մի օր այս միշտ մտածում եմ ես Անդոնը ինչ էր նստում ոնց էր որտեղից էր մտածում այդ բաները ինչ էր անում ոնց էր նստում այդպես բաներ մտածում ոնց ամեն մեկ իր գործում պրոֆեսիոնալ է չէ դե Անդոն էլ իր գործում է պրոֆեսիոնալ ասեցել ինձ մի գովացեք չենք կարում չգովանք հետո այդ անկեղծ նկարումներից որ տենց դաժե դե ոնց ժողովուրդը տենում էր, տենց հասկանում էր, էլի։ Ուրեմն էլի դեպ պատմեմ, էլի իրար հետ ա եղել տեսանները, որ քիշես որ դու ճաշանի նայրադեիր ամանչամանեղեն է գողացել էր Նալբանդյանը, որ քո գլխին էր, արդեն դու պետք է էդի հետ տայիր, հանձնեիր, դատվեիր, դատում էին, էլի, շատ ամանչաման չկար, էլի։ Ուրեմն դե ելնում էր, չէ՞ նկարման ժամանակ որ ուշանում էինք, ելնում էր որ ֆորմով էինք մի անգամից գալիս որ հասցնեինք։ Այդ օրը ոնց որ ես էլի ուշացած էի ֆորմով հագած, այդ զինվորական։ Գալիս էի ԿՊՊ-ի դեմը մի հատ կին էր տարիքով։ Վայ Արտյոմ ջան ոնց է ցավը տանեմ փաթաթվա բան սենց ուշանում եմ մորքուր ասում ինձ էլ հետ է տար լսի ուրում մարդիկ անենց էին նայում մեզ ինենց էին տենց մտել էին իրանք մեջը որ եկել էր հատուկ տենալու այդքան հերու տեղից այդ կինը եկել էր ասեց այ Արտյոմ ջան ցավը տանեմ Կոնգեր մինասը այդ ամանչամանեղենը որ գողացել է ես դրա տեղը գիտեմ եկել է պատմի դրա տեղն էլ հիմ ասում են հիմ պայստերի հետ եկել է պատմի եկել է զորամասի դեմը որ պատմի ասի իմ արև ասում է Արտյոմ ջան էդի թո չմնա իրա վրա ձեր վրա էդի դուք ինչի տանեք դատում են իրան ասում է արի գնանք հենց մտնենք ներս ես ասեմ որտեղ է հիմ գնանք կոմանդիրի մոտ էդի Նալբանդյանն է գողացել Վարուժը չի տարի ան բամի ասեք
Մարդը Իմ արև Մարդը նա ինչ հավատով են լցված եղել, եկել են Զորամասի դեմը սպասել են։ Արա բա մարդը գազելով Նենց էին կարմիրից եկել ասել կարմիրից Լաչիտը ալավերդուց գինին Ալավերդուց Արտյոմ ջան, ես տուն եմ գալի։ Մի խոսքով, սա օրինակ պատկերացնում ես, կարող է գա մի ժամանակ, ու այդ ժամանակ ինձ թվում է այդքան հեռու չի, որ այս թղթադրամը վերանա ընդհանրապես ու կրիպտո արժույթը առաջ գա, էլի, այսինքն օրինակ այդ դեպքում պատկերացնում ես ինչ ես անելու։ Ես պատկերացնում, ես ասեմ, ուրեմն Monsters Ակադեմիան կազմակերպում է հատուկ դասընթացներ, ասենք օրինակի համար քեզ կանչել են մենամարտի, գնում ես մենամարտը անցկացնում ես, հաղթում ես եւ գումար ես ստանում դրա համար, չէ, բավականին մեծ գումար եւ ուզում ես ներդրում անել ինչ-որ մի բանի մեջ, այստեղ Monsters Ակադեմիան քեզ տրամադրում է խորհրդատվություն, որտեղ կարող ես ներդրում անես եւ ինչ շահույթ կարող ես ունենալ։ Հա, նաև ուզում եմ ասել, որ մեր հյուրերին Չես ուզում ասեմ, ասեցի։ Սակայն որովհետև նվեր ունենք, որովհետև Monsters Ակադեմիան մեր հյուրերին նվիրում է 200,000 դրամանոց զեղչի քարտ։ Ինձ թվում է հիմա Արտյոմը կամ Էմիլը Ստավարաբար սիրով կնվիրել այդ քարտը։ Խնդրեմ։ Սա հանձնում ենք քեզ, ահա։ Սիրելի հետևորդներ, դուք կարող եք սովորել Monsters Ակադեմիայում, կարող եք սովորել ամեն ինչ թրեյդինգի հետ կապված։ Ամենակարևորը կարելի է սովորել ինչպես կատարել ճիշտ ներդրումներ пассив եկամուտ ստանալու համար։ Իմիջիալից այս пассив եկամուտը շատ հավես բան է, ասենք օրինակ սա կապ չունի էլի ինչ գործ ես, հիմա սպորտսմեն ես կամ ուրիշ գործ ես, դու գիտես որ ամեն անես ինչ-որ մի բան գալիս է։ Հա, ասենք բացի քո աշխատավարձից, կողքից էլի գիտես որ փող ունես, եկամուտ է, ինչ վատա որ։ Monsters Ակադեմիայում թրեյդինգից բացի սովորեցնում են նաև SMM, reel making, blogging, արհեստական բանականության հետ աշխատելու ունակություններ։ Օրինակ ես սովորելու եմ, անկեղծ եմ ասում, ես իմիջիայլոցային օրը խոսացի, որ գնամ դասերի սովորեմ, այո։ Իսկ սիրելի հետևորդներ, ասեմ ձեզ, որ դուք էլ կարող եք մասնակցել այդ դասընթացներին, սովորել եւ մենք ներքևում տեղադրում ենք իրանց կոնտակտային տվյալները, կապնվեք, գնացեք սովորեք։ Էս ինչ բան է, տունը ամբողջ օրը նստելով չի։ Բա ինչ ա եղել, հիմա այդ թերմոսը չէ ուզում տաս։ Վայ։ Կներես։ Ես ասում եմ սպայս քեզ։ Monsters Ակադեմիայի կողմից Այսի քեզ հաստատ պետք է գալու, այս թերմոսը ինքը տենց նայ այդ սիրով նվիրում ենք քեզ։ Վրեն գրվում է։ Հայ չենք նվիրում, եթե Էմիլը չասեր, էլի։ Monsters-ը Monster-ներին էլի նվիրում։ Եվ սիրելի Monster-ն ենք չենք։ Եվ սիրելի հետևորդներ, դուք ունեք առավելություն, որովհետև եթե դուք գրանցվեք Monsters Trading-ի դասընթացներին եւ նշեք, որ մեր հաղորդման միջոցով եք իմացել դասընթացների մասին, ուշադրություն, դուք ունեք 70,000 դրամի զեղչ ողջ փաթեթի համար։ Բոլոր հղումները իդեպ տեղադրված են մեր հաղորդման ներքևում։ Բա մի հատ 200,000 հիմա gift card-ը, մի հատ էլ 70,000 զեղչվում է։ Բինգո բռնեց էլի Սակոն։ Էլ չես ուզում այո։ Կակրած ես գնեմ սովորելու, չէ՞, ահա։ Ես բոյի եմ պատրաստվում այդ դասում գտամ քեզ։ Ես կսովորեմ, հա։ Սա ինչ պատմություններ կհիշես։ Ինչ պատմություններ։ Հա, եղել է պատմություններ, այդ ճանաչումի հետ կապված, որ իրոքից առօրյա կյանքում, մեր կենցաղային կյանքում շատ է դեր խաղացել, էլի։ Օրինակ, դու սաղիթ է պատասխան, էլի, չեմ կարծում։ Օրինակ, եղել է դեպքեր պասպորտ սեղանում, ազնագրային բաժնում, եղել է որ հերթեր ա եղել, դե ընդ գիտեք որ։ Տղա ջան, դու արի առաջ։ Այնտեղ մեկը որ հանգարց առաջ գնաց հերթից, մանավանդ այդ եթե ամառ օրեր ա, շոգ օրեր ա, այնտեղ всё, մահապատիժ։ Բզկվում է։ Բայց ինձ թվում է դու հերթի մեջ առաջ ընկնեիր, սա քաշվելու են, ասեն, աղբերս մի րոպե, լարի բան, ես ուր գնացիր, ման, նայելու են, այնտենց կանգնած վախենա, ես քանի անգամ տենց եղել է 3 ժամ կանգնել եմ հերթը նես բան ա։ Դե ժամանակը չկա։ Ոչ ճանիտ է նայ ոչ ուժի, չկապվես։ Ապեր պատկերացի առավոտվա 10-ից ժամը 3-ն է, հերթի մեջ ա։ Չի զիջի ապեր։ Չէ ուր զիջի այ աղբեր։ Այդ եղավ բանի տրթատի պատմությունը Վարդանյանի։
Որը աշխատավարձի օրը հասկացա паспорт ցեղանի շարունակությունը ասա էլի հա Էմիլին որ լսես անտատ ինքն տատելով չի առանց վնասվածքի եղել է հույս առանց վնասվածքի առանց կապուտ առանց բան ինձ հարգել են ընդունել են ասել են տղա ջան քեզ կարելի է դու գնացինք լիքը դեպքեր ա եղել լիքը օրինակ մռում գայում այդ համարները հանելուց էլի աղագին հերթեր է սպասում բանս անում այդ անվնափոխություն անելուց եղել է դեպք իրանք են ասել են արի իրան գործերը արել են տվել են ասել Տղա ջան նայ մենք մեծ տղա ես паспорт չունես մի հատ паспорт ցույց տուր Իջած որ աչքի կապուտ ասեցիր քո տեսարանից հիշեցի մի կտոր ու կարծեմ քո կերպարի ծյոմի ուվալյատներ չէ որ պատրաստում արդեն գնալու ու չի ուզում գնա այ էդի չեմ հիշում չի ուզում գնա հեսա կարող է հիշեմ ու ինքը բան անում ընկնում է որ ինչ որ մի վնասված կլինի, չգիտեմ, ինչ լինի, բան հետաքննել, մինչև հետաքննել։ Դրա ուրախությունից է անգնում։ Հա, ճիշտ է, ուրախությունից է անգնում։ Հա, ճիշտ է։ Ով չի ուզի բանակից գնալ։ Հա, ճիշտ է։ Ու գնում է բանը Բաղդասարյանի մոտ, ասում է, չեմ հավատում, էլի, ես ինչ եկյատ ես պատմում, տաբուրետ կեն որն է, Բաղդասարյանը մտածում է, որ կռի արես։ Ինչ է, ասում է դու պիտի մնաս։ Հա, հիշում եմ այդ։ Մինչև չփարզենք չես գնա։ Մի հատ տեսարան կար, որ Վարուժը ում էր ծեծում բանը որ ուրախանում է գալի զորացնում է Ժանին ծեծում է Էդ ես տեսել եմ բայց էդ ինչ օրլվի կանոն բայց ֆանտաստիկա ժանրից է Յոմի ասած տեսարանը իրոքի շատ հետաքրքիր էր ասեց այդ կերպանով էլի սցենարով էլ չգիտեմ դու ես հորինը թե ասել ես որ ասած ես երևի միակ դեպքն է որ ճիշտ են ես ասում չեն հավատում որովհետև քո կերպարը չի էլի հավատում ասեցի մի ամիտ ինքան ծեծել են քեզի բաներ արել դա չէ ուրետքին հա հետո դեպք է եղել էլի տուրնիկի վրա տենց ժիմ է իրան մնացի բաներով բան անում էլի դե Արմենն էլ համ դերի մեջ էր մտնում համ էլ Դեմբեսկի ակորդներ Դեմբեսկի ակորդն է մեր հրամանատարը կհիշես կանում է էլի թող մի քիչ հանգստանամ չէ սպորտսմեն մարդ է գիտի պարապցնում է Սա կհիշես արդեն քանի որ գնացինք այդ ուվայլատով այդպես պլավնի պերեխոդ անենք քաղաքում այնտեղ էլ չէ նկարվեցիր հա այնտեղից կհիշես այդ պատմություններ Ընդեղից պատմությունն է կանոնա պատմություններ թե ընդհանրապես ոնց էր քեզ զգում այն պլաշատից այն պլաշատ կեն էլի բայց այնտեղ ես հիշում եմ դու նկարում ես բայց ես չեմ հիշում ինչ քո տեսարաններ այնտեղ իմ տեսարանները Արևշատյանի հետ ես աշխատում էի իրան օգնական այդպես առաքիչ էինք ես էի մելոներ հետո ընդեղից գորնել չէր բանը վարուժ արեցին բանը Զորիկի ախրանան էինք ես էի Վարուժն էի ճիշտ է ես ու Վարուժն էինք Հա, գորի հետ է շատ է։ Հա, դե բանակումը չեմ համեմատի քաղաքումի հետ, էդի ժողովուրդը։ Ընդ կոմֆորտ է քեզ զգում։ Դե հա, բանակումը համ դե բնական է, դե ուրիշ է։ Ես ճիշտ ասած բանակումը, հա, բանակումն է քաղաքում։ Քաղաքում այդո տենց ոնց ծվեր բան կա, ամեն մեկս առանձին տեսարաններ ուներ, ասենք իմը ուրիշ բան, հետո արդեն կապած, եկան Վարուժը Զորիկը բանը տենց իրար Զորիկը, Գիժմարտը, Յան Ախրանային, Յան Ուրտից հարստություն կամ բան։ Բայց ուժեղ ասած, ընդեղից ինձ պերևոդ արեցին Զորիկի Միջալոց Զորիկի կերպարին շատ էր դուր գալի։ Արան Կարակյան դերասան, որ շատ լավ էր խաղում, այլ ոնց է։ Իրանել են ինչ որ ասել են մահացել է, ես գիտեի մահացել է։ Կարաս ասած, չէ՞, ոչ մի բան հայերով էր խոսում, չէ՞։ Նստա։ Սա գտած բանը TikTok-ում շատ հաճախ է լինում, հերթով սաղին թաղում են։ Այն օրը ում է մնացել թաղ։ Ծոմը ասում է, այն օրը ասում է ֆանտազիա չունեն, ասում է, ինձ գոնե ասում է ուրիշ մի հատ պատրվակով թաղեն, ամեն անգամ ասում է ավարիայից եմ մեռնում, ասում է։ Հա, 5-րդ անգամ ավարիայից եմ մեռնում, գոնե ասում է ֆանտազիա աշխատած։ Պատմությունը չգիտեմ ինչից էր, բայց այդ 4-ը ավտո վթարեց։ Իվիջարույցը վերջում բան տեսա կոմիքսոնը։ Քեզ էլ ուղարկել էի, որ դրամա հավաք ինչ որ բան է։ Հա, այդ էլ ուրիշ կին է։ Օգնություն այն ուրիշ կին է։ Ծոմը Ծոմ Կարապետյանը վատդրության մեջ է բան ինչ որ սս բաներ։ Դա ինչ են։ Էս մեր ազգը, մեր ազգը։ Սամտելա բրատ։ Սիրումա ող ու ասենց հումոր։ Ու սեֆ հումոր։ Սակույց մեր լեգենդար պատմությունը հիշել կարող է։ Պատմում ես ու գնում ես։ Գնում ես։ Չէ, Բանը։ Ներվար ես բանից որ բան։ այս բանից որ խոսացինք ներվար ավարիայից բանից։ Մի ներվար, սուտ ապեր մի հավատակում ասում։ Բաներ ենք
Քո մասին ինչ գնում ես ու բաներ են Զենքան գնում։ Չգիտեմ, դու կհաստատես իսկականից մեռնեմ, ոչ մի կամ չավա։ կհերքես այդ պատմությունը ճիշտ է թե չէ, կամ Ժանի հետ ես եղել, կամ տղեկիցում հետ։ Մերել եմ։ Չէ, չես մերը։ Քայլելով, չէ, իրական բան է։ Քայլելով գնում են հրապարակով, ծանոթ է հանդիպում, ոնց որ տեսակուն տեղը չի բերում, ով է, գալիս ասում է բարև տղեջան, բարևը բարևի, Սակուն ասում է բարև ապե, ով է։ Եղել է այդպես բան, թե չէ, տղերքից են ինձ պատմել, Սակուն ասում է բարև ապե, ով է, երեսին, այո, հերախսով ասում են ով է, նայում է երեսին, մենք ասում ենք ով է։ Իմ մոտելը տենց եղել է, մեկը եկավ, սենց արեց, եկավ բարևելուց սենց, բարևեցինք սենց, բարև Էմիլ ջան, Մավրիկն է։ Հիշացրեց մի անգամ։ Տենում եմ ախպեր, որ դու ես բան, բարևեցես ես, բարև Էմիլ ջան, Հայերել Մավրիկն ինձ էլ ասում է բարև, ապա իսկ մանկության ընկերն եմ, չես հիշում։ Մանկության ընկերն եմ, հա։ Մանկությունն է գնում, երևի որ 6 ամսական էի, կամ իմանալացում Ինքն էլ չի հիշում, այտենց ասել են մեծերը, ինքն էլ չի հիշում, ինքն էլ է եկել ճշտելու։ Սա իսկ եղել է, որ մարդ կա, որ բարևի, ասի մենք իրար հետ նկարվել ենք։ Բան, տեսարան ենք ունեցել կամ բանակում նկարվել ենք։ Իսկ գիտես չկան մարդ է եկել տենց ասել է, մենք իրար հետ նկարվել ենք, ես չեմ կարողացել հիշեմ։ Շտոպ անել նրան դուրս։ Ոչ չեմ կարողացել, տղեր հիշեմ։ Եղել է, չէ՞ որ զինվոր են բերել, դրանք օրապահ բան եւ այլն, ասես դրվագները, չգիտեմ, այդ 700 քանի սերիայի մեջ հազարավոր դեպքեր են։ Ասում եմ մենք իրար հետ նկարվել ասեմ այն, երբ որ տենց ջահել տղեկ են եղել, այդ նույն հարցը տվել են, ես միանգամից հասկացել եմ, որ խոսքը բանակույի մասին է, բայց դու պատկերացրի ճոճ ասում եմ մենք իր այդ նկարվել ենք բան էլի ուրիշ նախաձեռնությունների Հիշում եք մի հատ տատի երեք է նկարվելու, որ վարոտները փագեցին մատը թռավ։ Թռավ մասը։ Արամատը թռավ։ Ո՞վ մատը։ Մնաց դրան տակ իմանավ կտրվող մատը։ Տարան կարան կարեցին ախպեր կմոդեցին։ Շուրջ բան եմ ասում։ Մի հատ մորքուր էր կաստինգից բերել էին ինչ որ դի բոմբ խաղալ ինչ որ գալիս ասում ենք դիք ինչ որ բան ինչ որ ես բանման արեց բան դրին այդ բանը ով էր բրթեց այն կողմից վարոտները փակին դու մի ասած եղել դրել էր արա մատը ստեից ընկով ախպեր Վայ Ռեժիսոր կպեան ախպեր սալֆետկով մատը վերցրեց լավ գնա գործի լուրջ եմ ասում լավ գնա չեմ հավատում այդ հիմա գիտես ասենք սաղ կիմանային այս բան չէր որ ետերով չենք ներողություն մեր այսօրվա տատիկի մատը կտրեց այդ ինչա չկտրվում արա չէ վարի արա վերցրեց սալֆետկով տարան նորից դրին տեղ ախպեր ապեր երբ որ ասում է ռեժիսոր սալֆետկով վերցրեց գարնա ֆիլմում պիրատեխնիկի ճկուտը տարական ընկավ Ռոմը Մուշերյան տենց վերցրեց վազեցել էդի տեսը բայց Հայկի հետ ու բանակույի մեջ չեմ հավատում ապե չէ արա մատը ջեբը գնում էր լուրջ եմ ասում մի արա ուй տղաներ ջան մատը լավ այդ ես մեկը չեմ հավատալու տղերք բայց լիքը լավ պատմություններ կա որ ես հիշում եմ բայց չեմ պատմելու լուրջ եմ ասում չեմ պատմելու Ինձ հյուր կհրավիրեք, աղբյուր ջան, որ ես կլինեմ ձեր հյուրը, մեր ժամանակ էլ կպատմեմ։ Ավելի ես նվերներից է կտակ, էլի։ Իմիջիայլոց գրել էին տենց կոմենտներում, որ տղաներ ջան, դուք էլ էլի պատմեք նենց արեք, որ դուք էլ կարող մի օր լուրջ տենց անենք, ես շատ լուրջ դեմքով կամ ես հյուր բարև ձեզ։ Ոչինչ լավ դուք ինչպես։ Բայց դե մենք այնքան ենք խոսում արդեն պատմում իրար։ Ապա ես ունեմ պահած լիքը պատմություն։ Լավ, թողեք ես Այ ապա կարողա պետք է։ Պետք է գա, չէ՞։ Մի օր պետք է գա։ Դե պատմի, ասա։ Չէ, հələ չի պատմի, էլի սարճան, Այս հələ հիշես։ այսօր քո օրն է, այսօր քո բենեֆիսն է։ Այսօր եթե մենք վար ձևակերպենք։ Մեր հաղորդման գործընկերն է Սարլի Սոփ ընկերությունը։ Հիմա մտնենք Սարլի Սոփի էջը ու տեսնենք տեսականին։ Յուրահատուկ ու գեղեցիկ ձեռագործ օճառներ պատրաստված բնական հումքից։ Կարող եք պատվիրել ձեր նախասիրությանը համապատասխան բոքսեր, կոմպոզիցիաներ եւ փնջեր։ Ուրեմն հա, մի քիչ դաժանոտ եմ պատմում։ Բայց մատից Ապա այն մատից հետո էլ ոչ մի բան չի կարող ավելի դաժան լինի։ Արա մատից Դրանից հետո ավելի դաժան բան չի լինի։ լավ, ուրեմն պատմեմ։ Մեր ընկեր Վարուժը, Գորը։ Ուրեմն տեսարան կար, ես Մինասը, մեկ է Գորը։ Մեր հիմնական տեսանները իրար հետ էր էլի։ Ես ու Մինասը, որ իմացել էինք ինքը Վաձևի պատժել էր բանին, Հակոբյանի, չէ։ Հա, հիշեցի Ես հիշում եմ։ Սենց գնում էր պատմությունները, Մինասը չեր ներում, ես էլ երկուսի արանք տեի, համին ընկերնա, խաղաղության հրեշտակ։ ամեն ինքներ իմ ընկերեր, մի սիրտս տանջում էր Վարուժը տենց
վիճակում Մինասը դες չի ուզում բարիշի վատ բան արել, դա սկզբում մեր սկզբունքներին դեմ էր։ Բայց դա կյանքը էլի ամեն մարդը կարա սխալվի, նավանդ բանակտեղ 18-ից 20 տարեկան, դա նաև սաղ իմանան, որ այդպես մարդ չկա, որ սխալ չի արել, միակ մարդը եղել է Հիսուս Քրիստոսն է եղել, որ սխալ չի արել։ Ասեմ ուրեմն Վարուժը սխալ էր արել, այդ սխալի համար Մինասը հա ուզում էր պատժել, էլի, չէր, ասում էր չխոսանք իր հետ, վերջ Վարուժն առանց մեզ չէր կար այնտեղ շարժանել, որտեվ Ռեմբոն եկուսն է, էլի։ Բայց Գորնելը լավ խաղաց այդ կողմերը։ Դա Ես մոտավորապես հիշում եմ, որ կողքի վաշտերի հետ հետո կոնֆլիկտներ ունեն։ մի հատ տեսարան կար, Մինասը բացատրում է, էլի, ասում է դու ինչ ես արել, էլի չես հասկանում, էդի դες բան չկա, բան։ Ես մեջտեղ եմ նստած Մինասն դե, Գորնելն դե, էլի, երկուսի արանքն եմ, Վարուժի Մինասի արանքն։ Հա, Մինասը բացատրում է, տեմ որ ճիշտ բան է, էլի, ասում է, այս գիժը Գեժին էր տվել, մի քիչ քալավարի բաներ կար, մեր սցենարիստ Անդո շատ էր գրում։ Առանց գիտակցել բաներ էր անում, էլի, տենց մեկ ավելի լրջի մեջ, ավելի մի քիչ բան էլի։ Վարուժը տես ծալապակած բաներ շատ էր անում, էլի, ծառայության ժամանակ, գնաց էր պատմում, որ իրականն էլի, չէ։ Մինասը բացատրում է, ասում է, էլի, արա ինչ ես արել, այս բան մի արել, ես միջև վերջ չեմ ուզում հավատամ, որ ինքը այս բան արել, էլի, որտեվ չեմ ուզում հավատամ, իմ ընկերն է, էլի։ Հիշեցի, հա։ Չեմ կարծում, որ այս բան արած կլինի, չեմ էլ ուզում սկի հարցնեմ։ Մինասը ասում է, էլի, գլուխը չի մտնում, էլի, ես էլ հետո ուզում եմ լեզվին տա, էլի, լեզվին է տալի, դե համ սխալ է, համ էլ լեզվին է տալի, ես էլ վերջնական ասում դու տես բան արել ես, ասում է հա, մի քիչ գրեք։ Որ լուրջ, որ լուրջ։ Դու էր ասում հա ու ապեր հա ու ասես մատ որ Աթորով բանով այդ չափ աթորով ընկավ։ Հա, աթորով ընկավ։ Աթորով ոնց։ Այդ տեսարանը եղել է իրական, էս էդի իրական եմ չափալախ է։ Այստեղ այսօր Գորի դե գորը մեր ընկերն է։ Քունքը բացեց էլի։ Հау քունքը բացեց։ Գորը այն դերասաններից էր, այն նկարվող տղեկից էր, որ կյանքում ինչ չէր ասի, սակո էս ինչ արեցիր կամ մի արա տենց մեկ էլ նենց էր, որ գորն էլ իրոքից շատ լավ էր խաղում էլի, այդ տեսանի ժամանակ էլ ինքը նենց քալավարի լեզվին տվեց, որ ես էլ չդիմացա։ Իրոքից էլ է տեսանը եղել է, որ ես իրական իան չափալախել եմ։ Բայց ստոպ գնաց դրանից հետո Գորին։ Չէ, շարունակվեց տեսանը։ Գորին հետո տարան հետմա վերակենդանացման բան։ Բայց հետո ոնց որ հելավ տեղից գոր գրած բան, թե չէ։ Չէ, Գորը ասում Գորը վերջացել է, այդ Գորը իրոքից ինքը շատ ուժեղ էր խաղում։ Ինքը իրան ժերտվա է տվել, որ տեսանը լավ, որ տեսանը տեսանը Ես զարմանում եմ, որ Գորը որ հիշում ես սահմանում բան էր վիրավորվում էր գալիս էր դու էր որ գալիս էր գոռում էր Պոլիգոնում հա իսկականից էլի հել արի դե բայց այդ իրոքից Գորին ես խփեցի համետ տեսանը որ նայում են լավ աստացվել իրոքից բայց մեջդ բան անում էլի որ այդպես խփեցիր չէ անկախ քեզնից է լինում ես հասկանում եմ այնքան ամեն ինչ եղել է բնականին մոտ եկավան որ այն որ իրական ես ուզեցել Դաժե իմ ու Գորի պատմությունները եղել է որ էլի Մինասի հետ Մինասին չի թողում որ հանգստանա Այդպես գիտես Սուսիկ ինչքան է հանգարում է եղել է որ կապձորկում էլի դոշերից հավաքել եմ խփել եմ ինքը ասել է ես մի քիչ նուրբ եմ եղել ասել է չէ արի բնականել արա, հա։ Այդ առումով մի անգամ մեր լեննականցի Արտուրի Հակոբյանի տեսան ենք նկարվում, այդպես էմոցիոնալ տեսանա, պետք է վերջում խփի ինձ ու այդ բանը, այդ կինոշնի այդ տրյուկն ենք բանանում, որ սինխրոն պետք է դեպքս դարձնեմ, Արտուրը նենց լավ է խաղում, ու սենց աշկերես լցվում է արդեն այդ տեսան ռեկի ժամանակ, մոռացել եմ որ պետք է գլուխս թեքեմ, ինչ ուդար կայծերը ճանուն ճապացրեց իսկ ճոմ է ասում սա իսկ եղել է որ էլի ինչ որ տենց տեսան ժամանակ իսկական խփել էս ուրիշներին բայց լավ էլի լավ տեսարվա ժամանակ այո կպի էլի մտ լավ է ես մրցումներ են կազմակերպում բանակային հա տենց բայց էլի բան է չնայած այդ ժամանակները սպորտսմեններ էին չէ իրանք է գիտեին հարվածը ոնց վերցնեն օրինակ մենք չգիտեինք հարվածը մեզի որ կպավը տը մնում էինք էլի մի հատ ասենք մի բան կպներ մտը մնում ես էսևի հիշում եմ
որ խփում էր, դա մենակ մեր հրամանատարն է։ Ես հիշում եմ Արմենենզի ոնց է Արմենը սխկացել։ Մինչև վերջ մեր հյուրներ մինչև վերջ ասացը տենց չի եղել։ Հենց առաջինը։ Չէ, Արմենը տված էր, չէ։ տալիս էր ինքը։ Հա, խփում էր Արմենը, հիշում եմ։ Սար են գերսով է։ Բայց դե որ ուզում եք նկարվեք, դրա մեջ եք ուրեմն պետք է Իսկ հետել։ տղեր, կես նայեք, որ Սարգսոնես դրվագը պատմեց, որ այն որ ասում է տենց ներվայնացով իսկականից տվեցի, երևի թե այդ անկեղծությունը այս ֆիլմի հաջողության գրավականներից մեկն էր, որ ամեն մեկը այդպես յուրով Էզի ժերտվանք։ չէ, բացի ժերտվատալը այդպես վերապրում էր իրականում, էլի այդ ամեն ինչը, այսինքն մտածում էր, որ դա քո հետ է կատարվում, անկախ իրանից է որ ներվայնացեն, ճիշտ է, այտենց է եղել, այտենց է։ Դու իսկականից եմ խփել, էլի։ Որտեվ հատուկ դերասանական կազմել էր լավ, ոնց որ այդպես ժողովուրդը ոնց որ ինձ ասել է, էլի, ասել էր ոնց որ հատուկ ամեն մեկը ջոգացել էին այդ կերպարների համար, ոնց որ նայում էին Մեկը չկա, ցույց տաս ասա լավ է, ինչ ասենք իմ բարեկամները ինձ ծյոմ էին ասում, քեն ասենք ծյոմ ասում, սաղ 100 տարվա քո բարեկամները սակո ես եղել, ասում ծյոմ Սարգսյան, մի հատ նայել այրի ձեռը չի ասնելու էլի դե։ Հիմա օգնի, էլի մեծ մարդ է։ Շատ խորը տեղից ենք անում, ընկեր։ Մեր գործընկերոջ կողմից, Արլի ընկերության կողմից խնդրեմ ես սիրուն տուփը քեզ։ Հացապետ, շնորհակալ եմ, Հովանես Շիրոզ։ Ում են ծաղկունքը մի օր չարնայել, ժպտում են անգամ պոկողի ձերքում։ Ինչ հասկացա ժողովուրդ։ ծաղկունքը մի օր չարնայել, ասում է ինչ են անել Իսկ թող դու գազես հասկանում։ Դա պոկողի ձերքում ժպտում են իրանց հասկանում ես։ Մի թշիտ որ խփում են, մյուսը դեմ հիմա այդ օրը տես արջուկը։ Արջուկի մեջ կա։ Ես եմ։ Ցույց տուր սակված հետևորդներն տեսնեն։ Բարի արջուկը մեջն է։ Երևում է։ Լավա արագիլ չի, բարի արա։ Սարգսյան օճառներ են բնական հումքից պատրաստված։ Շատ օրիգինալ է։ Ինձ թվում է դու չես օգտագործի կպահես։ Չես ես կպահեմ։ Ոնց որ ինձ թվում է մեր բոլոր հյուրերն չեն օգտագործի։ Իսկ դուք նկատել եք, որ այդ բացելու պահին մենք էլ ենք sense լարված, որովհետև ամեն անգամ ուզում եք Տենանք ինչ է, մեջ ինչ է։ Ամեն անգամ որ տարբերություն մեր գործընկերոջը գեղեցիկ նվերի համար, ես շարունակեմ նվերները։ Մեր նախորդ հյուրի կողմից քեզ նվեր ունենք։ Մեր Անահիտի կողմից, այն որ ինքը դե գիտես ամենակաղցր սուսիկն է, այտենց մի հատ քաղցր այսինքն ես ինչա մեղր է։ Օպոկ բանդուկ բանդարի։ մեղր։ Այ չէ ջեմ։ Քեզ էլ շատ օգուտ կնի։ Ոնց որ ասած եկավ հասավ իր տիրոջ, էլի արշին եկավ։ Բայց Մեղրը եկավ ասավ։ Սակոյի համար դա մի մատ ասես։ Հա, Չէ ու վերջ։ բայց իրա ճիշտ բաժինը ասում, եկավ ասավ։ Այնա արջուկին է կտամ գուտի։ Սա համընկնում է, Մերսի էլի։ շատ։ Այո։ Դե հիմա էլ արդեն գիտես։ Ասա տեսնեմ, այդ ինչ էր ձերը արջուկներով որ մտա։ Յասադինա մի։ Չնայած ես իմ արջուկներ ետ եմ եկել։ Սա այսօր արջուկ է։ Էսա դա արջուկոտա։ Դե հələ ասեք տնա միշտ կլինի իմ կերպարին։ Ինձ վերաբերվող ասել։ Քո կերպարի հետ կապ ունի։ Ես այլի ասել եք լիշկա։ Ինձ թվում է սպորտային բանի հետ է կապված, այսինքն կարա լինի, Բայց սպորտային ինչ պերչատկա չի չէ, տեղավորվի։ վերջատկա էսել է։ Արտիստները երկարանը մտածի։ Կիմանոն չի Կարող է տեղավորվի։ Կապ։ Այն բանը ատամների մեջ դնելուն, նա։ Ատամների կապը։ Չէ։ Կարա լինի խիչ է որ։ Հա։ Չէ, լուրջ չգիտեմ, էլի։ Կապերը ինչ։ Չգիտեմ, ասենք Կապերը կապից Կապը կդրվել է։ կապը կդրվել է կապի։ Չէ, չեն գուշակ։ Չէ, ինքը նայ, մենք արդեն բանը, որ տուփը տեսել ենք ոնց փոքրություն։ արջուկ չէ։ Չէ, արջուկի է։ Չէ, օրինակ Կար մեղրը։ Չգիտեմ, ես պերչատկա գիր բան կպատկերացնեի, բայց դա փոքր է։ Ես ջոգի, մեծ բոքսի տանձիկ ա տեղ։ Մեծ Մեծ երից են որ կա։ Լավ, էսի որպես սիմվոլիկ, հա, ինձ էլ համապատասխանող։ ձեռնոցներն է։ Դեսար ասում եք պերչատկա չի Երագույն, այո։ ոչ չի տեղավորվի։ Պերչատկեքը։ Ահա։ Ապրես։ Ես մենք պետք է տանք մյուս հյուրին, թե էսի մեքենայի մեջ կախես, ամել հուշ մնա։ Արսերանից կախեմ հայլիներից միջից вообще գվախենա։ Վայմանան մոտիկ չեք։ Կախի էտի։ Չէ, կտանք մեր։ Չէ, կտանք հաջորդ հյուրին։ Հա, ապրես ընկեր ջան, ապրես որ եկար, քեզ մաղթում ենք լիքը հաջողություններ
նորանոր հաղթանակներ տարբեր արտակներում ով է դեմը թելնի, դե գիտես, սա քցի, սպանի, ծափտանք, ինչ է։ Այս երագույնը բոլոր հարթակներում որ ծածանես, ախպեր ջան։ Մերսի շատ տղեկ ջան, ձեզ էլ մաղթում եմ անխափան եթերներ, երկար եթերներ, թող ամեն մեկ իրանց ոլորտում հասնի են հաջողություններին, ինչին որ արժանի է։ Այո, ինչու՞ չէ, նաև եթե դու աշխատում ես, ջանք ես թափում, պետքա տենց էլ լինի։ Այո, պետք է արդյունքն էլ ստանաս, վայելես, գնահատես։ Այո, ամեն ասպարեզում էլ դժվար է, հիմա գիտեմ, որ դժվարություններ էլ բոլորներ ունեն, ժողովրդին կխնդրեմ, մարկանց կխնդրեմ, գիտեմ, որ նախագծեր ունեք լավ, չէ՞, լավ նախագծեր ունեք, ժողովուրդ ջան, այս մարդիկ աշխատող մարդիկ են, իրանց ուղղակի հնարավորություն է պետք։ Եթե շատ եք կարոտել, շատ եք ուզում տենակ, ուզում եք լավ բաները լինի, իրոքից լավ բաները լինի, մենակ մի մնացեք, մենակ մի թողեք, եթե կարում եք, իրան օգնեք, օպտով, փորձով, ինչ-որ ֆինանսով, կամ ասենք տեխնիկայով, կամ ինչ-որ որ առաջ գնան, այս մարդիկ բոլորս առաջ գնան, դուք էլ դեզի լավը զգաք, բոլորն էլ լավը զգան, լավ բաներ արեք, լավ ես ասում, մալաձեծ։ Շարունակեք հետևել մեզ, բաժանորդագրվեք, եթե կարող եք մեզ ֆինանսական աջակցությամբ օգնեք, որպեսզի մենք կարողանանք իրականացնենք այսքան լիքը խոսացված նախագծերը բերենք հասցնենք ձեր դատին։ Շնորհակալություն։ Լավ, ասա տենա մեջ ուժեղացել ես։ Ոչ եմ ուժեղացել։ Գիտես արդեն, գիտես Հələ ձերի ուշ կպեք սակ։ Էմով վստահ ես հələ ձերի ուշ կպեք։ Չէ, ձերի ուշը դե բնական։ Կպին է, դավա։ Ջարդի էմո յարա, էմո էլի սյոմկա ունի։ Մենք փորձենք, Չէ, լեկայն ասենք մի վարկյան պահեմ։ Չէ, ես բան, դավա, դու արա։ Գնա։ Էմո։ Դավայ։ Էմո, հանգարցնայ, բան, բաց թողես, Այս տեսան,